Ինչու էր 19-րդ դարի մեծ մտածող Ղևոնդ Ալիշանը սուտ փիլիսոփա անվանում նրան, ով պնդում էր, թե ամբողջ երկիրն է լավ մարդու հայրենիքը։ 1849 թվականին բազմավեպում հրատարակած իր «Ազգասիրություն» հոդվածում նա տվեց ազգի արդիական սահմանումը, որպես մեկ նահապետից սերող, մեկ լեզու, կրոն, բնավորություն և վիճակ կիսող մարդկանց անքակտելի միություն, որոնց սուրբ պարտքն է սիրել միմյանց։ Նա խստորեն հերքեց այն կոսմոպոլիտ պատրանքը, թե հայրենիք ունենալը խոչընդոտ է մարդասիրությանը։ Որպես ապացույց նա բերում է բնության օրինակները, թեև թռչնի համար բաց է ողջ երկինքը, նա ունի իր նվիրական բույնը, ուր դնում է իր ամենասիրելի բաները և որից չի կարող բաժանվել։ Իսկ հսկա կետ ձուկը, Օվկիանոսի ալիքները ճեղքելուց հետո, իր երջանկության նավահանգիստը գտնում է ծովեզրի մի փոսում։ Նույն կերպ և մարդն ունի իր միակ հայրենիքը։ Ռաֆայելյան վարժարանում արտասանած ճառում նա հիշատակում է հայտնի խոսքը. «Ուր չիք հայրենիք, չեն ազգ և քաղաքացիք», սակայն ավելացնում է իր հանճարեղ բանաձևը. «Ուր քաղաքացիք չիք, չկան և հայրենիք»։ Սա խորքային ճշմարտություն է։ Հայրենիքը պարզապես աշխարհագրական տարածք չէ, այլ ազատ քաղաքացիական հասարակության կենսական ստեղծագործություն։ Եվ երբեմն միայն 100 գիտակից քաղաքացին է բավական, որպեսզի հասարակությունը կերտի հայրենիք, իսկ հայրենիքն էլ իր հերթին արժանապատիվ քաղաքացի։ Անպայման տարածեք այս տեսանյութը և պահպանեք այն մեր արմատներին միշտ հավատարիմ մնալու համար։